2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերն այլևս չեն գործի եւ տոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ուղևորները տրանսպորտային քարտեր կարող են ձեռք բերել մետրոյի կայարաններում տեղադրված վճարահաշվարկային տերմինալներից, ինչպես նաեւ Telcel-ի սպասարկման կետերից։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու վերաբերյալ քննիչը միջնորդություն է ներկայացրել վերահսկող դատախազին, հայտնել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանի խոսքով Ղուկասյանի հայտարարություններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ոչերի հանցակազմ չի արձանագրվել, եւ քննիչը միջնորդություն կներկայացնի դատախազին գործը կարճելու նպատակով։ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական հետապնդումը սկսվել էր հոկտեմբերի 24-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ կոչերով հանդես գալու մեղադրանքով։ Երևանի Էրեբունի վարչական շրջանում մոտ 48 ժամ անց ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցերը։ ՀԵՑ-ի աշխատակիցների 44-ժամյա աշխատանքից հետո հոսանքը հնարավոր է եղել վերականգնել միայն այսօր առավոտյան։ Մինչ այդ վարչական շրջանի բազմաթիվ հասցեներում բնակիչները մնացել են առանց հոսանքի եւ ջեռուցման։ Փողոցներում լուսացույցները չեն աշխատել, իսկ խանութ-բանները ստիպված են եղել փակել խանութները։ Ամբողջ վարչական շրջանի հոսանքազրկման պատճառը եղել է Վարդաշեն ենթակայանում օրերս բռնկված հրդեհը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների ճնշող մեծամասնության համար կմնա անփոփոխ, սակայն որոշ խոշոր սպառողների համար հոսանքը կթանկանա։ Այն բաժանորդները, ովքեր այլ մատակարարներից կրկին վերադարձել են ՀԵՑ, 54.61 դրամի փոխարեն կվճարեն 56.78 դրամ։ Սակագնային այս քաղաքականության ֆոնին մեր ձևով ժողովրդական շարժման նախաձեռնած հոսանքի գինն իջեցնելու պահանջով համապետական ստորագրահավաքին ընդամենը 27 օրվա ընթացքում արդեն ավելի քան 50,000 քաղաքացի է միացել։ Շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ գործընթացը շարունակական է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ կրկին պարզեցել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին պատմել է, թե ինչպես է ստիպել Փաշինյանին ու Ալիևին նստել իր հետ մի սեղանի շուրջ։ Պուտինն իրականում ինձ ասաց. «Չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորեցիք այդ պատերազմը, որովհետև ես փորձում էի 10 տարի, իսկ ես այն բառացիորեն 1 օրում կարգավորեցի։ Նրանք երկուսն էլ մեզ հետ առևտուր են անում։ Ես ասացի, մենք ձեզ կտրելու ենք առևտրից, այլևս առևտուր չի լինելու։ Դա երկուսի ուշադրությունն էլ գրավեց, բայց երկուսին էլ ասացի, մենք ձեզ կտրելու ենք, այլևս առևտուր չկա։ Հետո ես 200% մաքսատուրքեր սահմանեցի։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին։ Մենք նայեցինք, 35 տարվա կռիվ էր, եւ նրանք կանգ առան»։ Թրամփի ուղին կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության համար, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու Կովչեգ պարբերականի հետ զրույցում։ Դաշնության դեսպանի խոսքով Մոսկվան ուշադիր հետևում է Թրամփի ուղին հայ-ամերիկյան նախագծին։ Ըստ Կոպիրկինի, այս նախաձեռնությունը կարող է հակասել ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ Հայաստանի տարածքով ապրանքների տարանցումը կարգավորվում է միության ընդհանուր կանոններով։ Ռուս դիվանագետը նկատել է, որ տարածաշրջանային կապերի ապաշրջափակումը պետք է հիմնվի 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա եւ հաշվի առնի բոլոր հարևանների շահերը։ Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով Հայաստանը պետական Ռոսատոմ կորպորացիայից ստացել է մեջբերում, մանրամասն եւ շատ բարենպաստ առաջարկների փաթեթ, չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը։ Հայրենիք կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին ձերբակալել են կաշառք ստանալու կասկածանքով։ 21 TV News-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սոս Հակոբյանը։ Գալստյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր։ Ձերբակալելուց առաջ իրավապահները խուզարկել են Գալստյանի տունը։ Ձերբակալվել է նաև վաղ շաբաթում Հայրենիք կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրան ձերբակալել են ընտրակաշառք տալու կասկածանքով։ Այս գործով կա եւս 8 ձերբակալված։ Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման եւ գնաճի պատճառով բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Առևտրականները փակել են խանութները եւ խոստացել չբացել այնքան, մինչեւ համակարգը ամբողջությամբ կարգավորվի։ Թեհրանում բողոքի ցույցերը սրվել են, երբ իրանական ռիալի փոխարժեքի գինն ընկել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային նոր ցուցանիշով։ Սա տեղի է ունենում, քանի որ Միացյալ Նահանգներն եւ նրա արևմտյան դաշնակիցները ուժեղացնում են իրենց պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը, իսկ Իսրայելի
երկրի հետ նոր պատերազմի վտանգը պահպանվում է։ Այս ամենի ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ Մասուդ Փեզեշքյանը այդ պաշտոնին նշանակել է նախկին փոխնախագահ Աբդոլ Նասեր Հեմանդիին ժողովրդի հետ բանակցություններ վարելու խնդրանքով։ Հրաժարական է տվել Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայինին։ Փեզեշքյանն իր կառավարությանը կոչ է արել լսել ցուցարարների օրինական պահանջները եւ խոստացել է պահպանել նրանց ապրուստի միջոցները։ Նրա խոսքով կառավարության օրակարգում են դրամավարկային եւ բանկային համակարգերի բարեփոխմանն ու բնակչության գնողունակության պահպանմանն ուղղված հարցերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին, այդ երկիրը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագրի վերականգնումը, ասել է Թրամփը։ Ֆլորիդայում Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ դեռևս հաստատված չէ, արդյոք Իրանը վերադառնում է միջուկային գործունեությանը, սակայն ընդգծել է, նման զարգացումների դեպքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել, քան նախորդ անգամ։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է հունիսին Իրանի 3 միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների մասին։ Թրամփը նաև վերահաստատել է աջակցությունը Իսրայելին, ընդգծելով, որ կհամաձայնի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե շարունակվեն բալիստիկ հրթիռների մշակման եւ միջուկային ծրագրի ակտիվացման փորձերը։ Սակայն Թրամփի այս հայտարարությունն այնքան էլ չի վախեցրել Իրանի վերնախավին։ Թեհրանը կձեռնարկի պատասխան միջոցներ իր դեմ ագրեսիայի դեպքում, վստահեցրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին։ Շամխանին նաև նշել է, որ Իրանի հրթիռային ներուժը եւ պաշտպանությունը անվերահսկելի են եւ կախված չեն թույլտվությունից։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ կոշտ պատասխանի, որը կգերազանցի այն ծրագրողների բոլոր սպասումները։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են ռուսական շահեդ ուսումնական օբյեկտներին։ Ավելի վաղ նրանք հարձակվել էին Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա, որն ըստ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի ահաբեկչական գործողություն է ուղղված եւ Պուտինի եւ Թրամփի ջանքերի դեմ։ Երկրի զինվորականները գիտեն, թե ինչպես, ինչով եւ երբ պատասխանեն պետական նախագահության վրա Կիևի հարձակմանը, շեշտել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանը կշարունակի Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը, բայց դա կանի ամերիկացիների հետ։ Կրեմլի խոսնակը նշել է, որ իրենք կխստացնեն Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններում եւ չեն հայտարարի, թե որ հարցերին դրանք կվերաբերեն։ Отношения, которые выстраиваем мы, основаны на взаимном уважении. Այսօր առավոտյան Թուրքիայի 21 նահանգում 357 մարդ է ձերբակալվել։ Նրանք կասկածվում են իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։ Ավելի վաղ երկրում ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ։ Как сейчас развивается ситуация? Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել։ 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զորակոչ կանցկացվի։ Զորակոչվելու է 241,000 մարդ։ Հրամանը վերաբերում է Ռուսաստանի 18-ից 30 տարեկանային քաղաքացիներին, որոնք պայստազորում չեն եւ ենթակա են ծառայության։ Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները եւ ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։ Սաուդյան Արաբիան օդային հարվածներ է հասցրել Եմենի Մուքալա նավահանգստին, թիրախավորելով Արաբական Միացյալ Էմիրություններից զենք տեղափոխող նավերը։ Սաուդյան Արաբիայի ուժայինները նախազգուշացրել էին, որ կաջակցեն Եմենի կառավարությանը ցանկացած ռազմական բախման ժամանակ, եթե հարավային անցումային խորհուրդը խաղաղ ճանապարհով դուրս չգա վերջերս գրաված նահանգներից։ Հարավային անցումային խորհուրդը սեցեսիոնիստական քաղաքական ուժ է Եմենի հարավում, որը ձգտում է վերականգնել հարավային Եմենի անկախությունը։ Հանդես է գալիս որպես Եմենի պատերազմի հիմնական դերակատարներից մեկը եւ վերահսկում է Եմենի հարավային որոշ տարածքներ ու ռեսուրսներ։ Իրանում ազգային արժույթի կտրուկ թուլացման եւ գնաճի պատճառով բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Առևտրականները փակել են խանութները եւ խոստացել չբացել այնքան, մինչեւ համակարգը ամբողջությամբ չկարգավորվի։ Անկարգություններն ավելի են սրվել այս շաբաթավերջին դոլարի փոխարժեքի մոտ 144,000 թումանի հասնելուց հետո, ինչը պարսկական փոխարժեքով չափազանց բարձր ցուցանիշ է։ Այս ամենի ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ Մասուդ Փեզեշքյանը այդ պաշտոնին նշանակել է նախկին փոխնախագահ Աբդոլ Նասեր Հեմատիին ժողովրդի հետ բանակցություններ վարելու խնդրանքով։